Ողջույն սիրելի հայրենակիցներ, 10 միլիոնանոց ազգի եկեղեցին քանդելու գործընթացը ընթացքի մեջ է եւ այդ 10 միլիոնանոց ազգը մենք ենք, հայ ազգն է, եւ 10 միլիոնանոց ազգի եկեղեցին քանդում են 3 միլիոնանոց Հայաստանում։ Ինչու? Դրա մասին շատ ենք խոսել։ Բայց եւս մեկ պատճառ ուզում եմ ձեզ ներկայացնել։ Դա այն է, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը ցանկանում են ունենալ Հայաստանի իրական Հայաստանի եկեղեցի։ Տեսակ այդ տիրադավ սրբազաններից մեկը հարցարություն ասում էր, դե այս թուրքերի հետ դա միշտ լավ է եղել, տենց բան ենք, որ ասենք այդ թուրքերի հետ էլի լավ եղեք, բայց ասենք մի ուրացեք մեր ժառանգությունը, մեր ազգային ինքնությունը, մեր իրավունքները, մեր շահերը, թուրքերի հետ հենց հիմա պատարակ է ընթանում Արմավիրի մարզում այսօր էլի բոլորը հավաքվել են քաղաքապայմանագրի ներկայացուցիչները եւ պետական մեքենաներով, պետական բենզինով, պետական ախրանայով, անվտանգությամբ, պետական ոստիկաններով, պետբյուջեից պատկերացնեք ինչքան գումար է ծախսվում։ Ասենք ԱԺ հանձնաժողովի նախագահներ, մինիստրներ իրանց պետական падավատներով, բան Կիրակի օրով պետական ռեսուրսը դրած աշխատում են մարդիկ, որ 10 միլիոնանոց հայ ազգի եկեղեցին քանդեն։ Հիմա մի հատ դրվագ լսենք, падգամավորը, ԿՊ падգամավորներից, ինչ ասում։ Կանոնից դուրս են այն պատարակները, որին դուք մասնակցում եք։ Ինչ կանոնից է դուրս։ Կանոնի որ կետ։ Անունը հաճախ նաև թեմակալ առաջնորդի անունը։ Դուք մասնագետ եք եկեղեցական կանոնների։ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտարարություն։ Դա տեղեկատվական համակարգում ամեն ինչ կարող է լինել, բայց կարծում եմ կանոնները դեռևս պետք է վերանայվեն եւ այդ նույն Մայրաթորի կանոնադրությունը արտադրության նախարարությունում երբ որ գրանցվել է դեռևս 10 քանի տարի առաջ, այնտեղ նշվել է հստակ, որ կանոնադրությունը պետք է հաստատվի եւ նոր կանոնադրություն պետք է հաստատվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Եվ մինչ այժմ այս կանոնադրությունը չկա, ուրեմն նպատակահարմար չի այդ մասին խոսել։ Իսկ այս եկել եմ եկեղեցի, դուք ինչ եք անում պատարակներին գալիս, բոլոր պատարակներին դուք գնում լուսաբանում եք, հա։ Այսօր մի 100 Ինքը չի հասկանում, որ պատարակի չի ինքը եկել է քաղաքական միջոցառման, որ ազգային եկեղեցին քանդեն։ Դա սովորական պատարակ չի։ Եվ այդ պատարակը հանրային հեռուստաընկերությունը մեր հարկերի հաշվին հեռարձակում է։ Այդ պատարակը հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում է։ Սուրբ ծննդյան պատարակ չի, բան չէ։ Այդ այսպես կոչված պատարակ, հա։ Ու տիրադավների կազմակերպած։ Հիմա ուզարմանում որ լրագրողը եկել է այդտեղ։ Ինչի է եկել, որտեվ հանրային հետաքրքրություն պահանջող, հանրային հետաքրքրություն ունեցող միջոցառում է պետական падավատներով, ախրանայով, հարյուրավոր ոստիկաններով եկել եք, բայց լրագրողները չգան, մի հատ ձեր դեմքը ցույց տան։ Հիմա շարունակեք։ Այո, կողմ է։ Այո։ Ասեք այդպես չի աշխարհիկացվում եկեղեցին։ Ինչ նշանակում աշխարհիկացվել։ Հոգևոր կառույցը դառնում է ավելի Ընդհանրապես գիտեք ինչ քրիստոնեական արժեքները հնարավորինս։ Ոստեղ խոսում է քրիստոնեական արժեքները, պետք է կանոնները փոխենք, մենք ուզում ենք կանոնները փոխենք, մեկը չի ասում, հա, դուք ով եք, որ 2000 տարվա եկեղեցու կանոն փոխեք, ոնց փոխեք, ինչի համար փոխեք, ձեզով թույլ տվեք փոխեք, ես ավելին ասեմ։ Բավականին շատ մարդիկ, ովքեր երբևէ կաթողիկոսին չեն պաշտպանել, հավատացյալ չեն եղել, բայց հայ են, հայ լինելով հանդերձ, օրինակ ես մարդ գիտեմ, ասում եմ, ես ասում Աստծուն հավատում ես, ասում եմ, չէ, ասում եմ, դու քեզ ոնց ես համարում, ասում ես հայ քրիստոնյա եմ, ասում եմ, Աստծուն չես հավատում, ասում եմ, կապ չունի, ես հայ քրիստոնյա եմ, ես ինձ քրիստոնյա եմ համարում, որտեվ հայ եմ, ասում եմ, շատ լավ, բա այսօր ինչ որ կատարվում է, դու ինչ կարծիք ես, ասում եմ, ես պաշտպանում եմ եկեղեցուն, ասում եմ, դե Աստծուն չես հավատում, եկեղեցուն ոնց ես պաշտպանում, ասում եմ, որտեվ ես զգում եմ, որ մեր հայկականությունը, մեր ինքնությունը քանդում են, մեր ինքնության դեմ է այս կռիվը, ես Աստծուն չհավատալով, ես սկսել եմ պաշտպանել եկեղեցուն, եկեղեցի չէի գնում, ասում եմ։ Այսինքն այս process-ը, սիրելի հայրենակիցներ, մարդկանց էմոցիոնալ, հոգևոր, կամ որ Նիկոլն ասում է, սոցիալ հոգեբանական համատեքստում ֆունդամենտալ նշանակություն ունի։ Դե մարդիկ հասկանում են, ողնաշարով զգում հասկանում են, որ այստեղ մի բան են չի։ Եվ այս process-ը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկը իր պարտությունը չարձանագրի։ Ըստ էության, իշխանությունները Գյումրիում խայտառակ պարտվել են, այն միջարը Ազատություն ռադիոկայան ընտրի ռեպորտաժ է պատրաստել, ասում է Փաշինյանը այն ողջույնը, որ չստացավ բանում Գյումրիում, ասում է այդ ողջույնը ստացավ Գերմանիայում, բայց Ադրբեջանի դեսպանի կողմից բարի գալուստ է, էլի։ Վերջս, ելի հայրենակիցներ, այս ամբողջը սա ուղղակի մի բան չի, որ մենք ամեն Կիրակի սրա մասին խոսում ենք, առանց հոգնել։ Ես չեմ հոգնելու։ Ես ամեն Կիրակի ձեզ մի հերթական պատճառ եւ մի հերթական բացահայտում եմ ցույց տալու, թե ինչ է կատարվում այս process-ի տակ, թե ինչ է սրա տակ։ Հարցնում են, ասում են, բա Շիրակի մարզի շուրջ 30
քահանաներ հրաժարվել են այդ պատարակը ձեռամրամատություն, ասում են 4 arczepiskopos, տարածքային կառավարման նախարարն է։ Ասում են 4 arczepiskopos-ը ներկա եղել բա։ Այդ 4 arczepiskopos-ին հայտարարված արդեն տիրադավ են հայտարարվել այդ մարդիկ։ Տիրադավ, արդեն բոլոր ԶԼՄ-ներում այդ բառը օգտագործում են։ Միքայել Սրբազանի բառն է։ Այդ բառից պրծում չունեն էլ այդ մարդիկ։ Եվ Արարատյան թեմը շարունակում է առաջնորդել բանը Նավասարդ Կճոյանը եւ Պետրոսը բարենորոգման շրջանակներում Պետրոս Ղազարյանը չի հրավիրում։ Օրինակ ինչի Պետրոս չես հրավիրում Նավասարդ Կճոյանին։ Թող խոսա հմեկով էլի։ Թող խոսա թե բանային ժողովրդին անհայտ այդ սրբազաններից է կանչում, ովքեր տիրադավ են հրճակվել, բայց չեք կանչում են գլխավոր ժողովրդին հայտնի մարդուն։ Էլի կանչիլա թող խոսա մի հատ բանից։ Ասի բա մենք ուզում ենք բարենորոգենք, նորմալ լիսավ, իրահունով գնա, լավանա, բան, ո՞ղի չես կանչում։ Հիմա հաջորդս ելի այնակիցներ, ես էլ ասեմ ու ամփոփեմ եթերը։ Ասում են Արտադրության նախարարությունում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գրանցել է իր կանոնադրությունը։ Հասկանում եք, ցանկացած կանոնադրություն, որ մենք գրանցում ենք, հասարակական կազմակերպության, կոնական կազմակերպության, կուսակցության, դա մեր կանոնադրությունն է, մեր ներսի համար է, մենք ինչը ոնց ենք անում։ Ասում այնտեղ գրել են, որ մի հատ բան պետք է հաստատեն, դեռ չեն հաստատել։ Դուք հասկանում եք այդ ինչ են արել, այ նաև դրա համար պետք է իրանք հեռանան, պետք է մենք էս անենք, պետք է մենք այն անենք։ Ու սա ասում են մարդիկ, երեք մեր համագումարները այդ ժամանակ էլ եմ խոսել, բայց կապ չունի, եթերները տարբեր մարդիկ են նայում, ասեմ։ Սա անում են այն մարդիկ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն է այդ լայվ արել, հիմա այս падգամավորը կրկնում էր այդ միտքը այստեղ։ Այն մարդիկ են սա արել, ովքեր 21 թվականին ընտրությունների ժամանակ ժողովրդին ներկայացրել են ծրագիր, այդ ծրագրով մանդատ ստացել 54% ձայն։ Այդ 54% ձայնով ստացած մանդատը կառավարության ծրագիր դարձրել։ Այդ կառավարության ծրագիրը բերել ազգային ժողով ընդունել, ու այդ ծրագիրը տոտալ հակառակը արել։ Թե Արցախի վերաբերյալ, թե մյուս հարցերի։ Այսինքն դուք մի բան ընդունել եք, ընդ որում դա սահմանադրական կարգավիճակ ունեցող բան է։ Եվ այդքանից հետո դուք հրաժարական չեք տվել։ Եկել եք կրոնական կազմակերպության տվյալ պարագայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արտադրության նախարարությունում գրանցված կանոնադրությունը, պատկերացնում եք սահմանադրական մակարդակից ինչքան տարբեր ցածր բան է։ Ասում եք ընդեղ իրանք գրել են, բա եղբայր ինչ քարոզում եք, ձեզ վերաբերվում է։ Ձեր աշկի գերանը չեք տեսնում, դիմացինի աշկի բանն եք ուզում, բան մատնացույց անել։ Ո՞վ եք դուք։ Ո՞վ եք դուք։ Դուք ո՞նց կարաք որևէ բան բարենորոգեք, բարեփոխեք կամ ձեր տիրույթից դուրս։ Ո՞նց կարաք։ Գյումրիում խայտարակ եղաք։ Ուրիշ տեղ չեք կարողանում ճարել այդ 10 սրբազանների, ովքեր որ կրկնում եմ, տիրադավ են հրճակվել, այդ 10 սրբազանների տարածքի եկեղեցիներ եք հիմա գնում։ Ուրիշ տեղեր դեռ չեք կարողանում գնալ։ Ինչքան ձեր KGB-ն մարդկանց ահաբեկում է, մեկը այդ 30 հոգեորականները իրանց ինչքան սկզբունքային պայծ։ Ես ողջևորված եմ դրանից։ Որտեղ ես տեսնում եմ, որ մարդիկ իրանց սկզբունքի համար կանեցին։ Եվ սա մեր ամբողջ ժողովրդին ողջևորում է։ Եվ այդ ողջևորությունը կարող է կապիտալիզացվել սպասվող ընտրություններին։ Էս է իրավիճակը։ Պնդում եմ 10 միլիոնանոց հայ ազգի 2000 տարվա եկեղեցին 3 միլիոնանոց Հայաստանում փորձում են քանդել եւ պարակտում մտցնել 10 միլիոնանոց ազգի մեջ։ Հիմա էլ հերթական այս մյուս հարցով։ Որովհետեւ ադրբեջանցիների գալուց առաջ, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան, ստեղ ապրեն։ Եվ Հայաստանի ռազմավարական ճանապարհները Ադրբեջանին հանձնելուց առաջ այս իշխանությունը վերջին կարևոր ազգային ինստիտուտը պետք է քանդի։ Այդ քանդման գործընթացը այս ամեն Կիրակի է սա։ Եվ ես ձեր խոնարհ ծառան ամեն Կիրակի դրա մասին խոսում եմ, հերթական մի շերտ եմ ձեզ համար բացում, որ դուք իմանաք թե ինչ է կատարվում։ Սիրելի հայրենակիցներ։ Լավ մնացեք, դրսում սաստիկ քամի է, դա չի խանգարում իշխանություններին ազգակործան գործընթացներով զբաղվել եւ բնականաբար մեզ էլ չի խանգարում պայքարել այս այլանդակությունների դեմ։ Խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, բազմապատկեք, որքան հնարավոր է շատ մարդ դիտի եւ մնացեք կանգուն։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։